Ուշադրություն դարձրու այս տեսանյութին, որ ինքս եմ նկարել։ Նայիր այս բույսին, սա հնդկական ֆիկուս է, որը ապրում եւ աճում է ոչ իր հաշվին։ Այն սնվում է ուրիշի հաշվին, այն բարձրանում է ուրիշի մարմնով, այն ապրում է ուրիշի ուժով եւ եթե ժամանակին չկանգնեցվի, այն սկսում է խեղդել այն ծառին, որի հաշվին աճել է։ Այդպես էլ կյանքում կան հարաբերություններ, միջավայրեր, սովորություններ եւ հատկապես մարդիկ, որոնք պարզապես կողքիդ չեն։ Նրանք ներս են մտնում քո տարածք, քո մտքի մեջ, քո նյարդային համակարգի մեջ, քո հուզական աշխարհ, քո խաղաղության մեջ եւ սկսում են սնվել քեզնից։ Նրանք չեն ուզում բուժվել, բայց ուզում են քեզ օգտագործել, որպես իրենց ցավի, բացասական հույզերի, հուզական թափոնների աղբանոց։ Չեն ուզում պատասխանատվություն վերցնել, բայց ուզում են, որ դու կրես իրենց կյանքի ծանրությունը։ Նրանք չեն ուզում աճել, բայց ուզում են բարձրանալ քո ուսերի վրա։ Չեն ուզում փոխվել, բայց ուզում են քեզ փոխել դեպի վատը, որ իրենք հարմարավետը զգան իրենց։ Այդպիսի տեսակը չի ուզում խաղաղություն ունենալ, բայց սպառում է քո խաղաղությունը։ Եվ մի օր դու հասկանում ես, որ հոգնած ես ոչ թե շատ աշխատելուց, ոչ թե ծառայությունից, ոչ թե կյանքից, այլ այն մարդկանցից եւ կապերից, որոնք տարիներով քամում են քեզ։ Այսօրվա ուղերձը շատ հստակ է։ Եվ այն հետևյալն է. Աստված քեզ չի ստեղծել, որ դու լինես ուրիշի կյանքի վառելիքը։ Եվ նախքան շարունակելը իմ ավանդական խնդրանքը, չմոռանանք սեղմել լայքի կոճակը, բաժանորդագրվել այս ալիքին եւ մեկնաբանությամբ ակտիվ լինել։ Դու կարող ես կիսվել քո կարծիքով, քո մտքերով եւ դա կարող է օգտակար լինել ինչ-որ մեկի համար։ Շնորհակալություն համագործակցության համար, իսկ մենք շարունակենք։ Սերը զոհաբերություն է, բայց սերը ինքնաոչնչացում չէ։ Ծառայությունը նվիրում է, բայց ծառայությունը շահագործում չէ։ Ներումը ազատություն է, բայց ներումը թույլտվություն չէ, որ մարդը շարունակի քեզ վնասել եւ շահագործել։ Ուրեմն այսօր մենք խոսելու ենք մակաբույծ կապերի մասին, հոգևոր, հոգեբանական եւ նեյրոհոգեբանական տեսանկյունից։ Եվ մինչև առաջ գնանք մի կարևոր բան ասեմ։ Այս թեման պետք չէ օգտագործել մարդկանց պիտակավորելու համար։ Ամեն դժվար մարդ մակաբույծ չէ։ Ամեն վիրավոր մարդ թունավոր չէ։ Ամեն օգնության կարիք ունեցող մարդ քո էներգիան խլողը չի։ Երբեմն մարդը պարզապես ցավի մեջ է եւ նրան պետք է սեր, համբերություն, աջակցություն, բայց կա տարբերություն վիրավոր մարդու եւ շահագործող մարդու միջեւ։ Վիրավոր մարդը օգնություն է ընդունում, բայց շահագործող մարդը քեզ դարձնում է իր ցավի ծառան։ Վիրավոր մարդը կարող է ընկնել, բայց շահագործող մարդը սովորել է ապրել ուրիշների հաշվին, ուրիշների էներգիայի եւ հույզերի հաշվին։ Վիրավոր կամ խոցված մարդը ուզում է բուժվել եւ բարձրանալ, իսկ մակաբույծ կապը ուզում է քեզ իջեցնել, որ ինքն էլ իրեն լավը զգա։ Եվ ահա այստեղ է խնդիրը։ Մակաբույծ կապը սկսվում է այնտեղ, որտեղ սերը կորցնում է իր սահմանը։ Շատ հավատացյալներ սխալ են հասկանում սերը։ Նրանք կարծում են, թե սիրել նշանակում է միշտ հասանելի լինել, միշտ լռել, միշտ լսել, միշտ կրել, միշտ համաձայնվել, միշտ զիջել, բայց Աստվածաշնչի սերը երբեք անսահմանափակ թույլտվություն չի նշանակում չարիքի հանդեպ։ Օրինակ Առակաց 4:23 համարում ասվում է. ամեն զգուշությունից առավել պահիր քո սիրտը, որովհետև նրանից են կյանքի աղբյուրները։ Ուշադրություն դարձրու, որ Աստված ասում է պահիր քո սիրտը, չի ասում բաց թող, որ ով ինչ ուզենա անի, ով ուզենա ներս մտնի, չի ասում թող բոլորը լցնեն իրենց աղբը քո սրտի մեջ,
Չի ասում հոգևոր մարդ լինել նշանակում է չունենալ սահմաններ եւ այդ սիրտը բոլորի առաջ բացել։ Ամենևին։ Աստված ասում է պահիր քո սիրտը։ Ինչու՞։ Որովհետև սիրտը կյանքի աղբյուրն է։ Եթե աղբյուրը պղտորվեց, ամբողջ կյանքը կպղտորվի։ Եթե ներսը լցվեց անընդհատ լարվածությամբ, վախով, մեղքի զգացումով, պարտքի զգացումով, քո որոշումները կբխեն ոչ թե հավատքից, այլ հոգնածությունից։ Եվ այստեղ է սկսվում մակաբույծ կապը, որը քեզ դարձնում է շահագործման զոհ։ Այն սովորաբար չի սկսվում մեծ հարձակմամբ, այն սկսվում է փոքր խախտումներով։ Մեկը միշտ զանգում է քեզ միայն այն ժամանակ, երբ խնդիր ունի։ Ինչ որ մեկն էլ քեզ հիշում է միայն այն ժամանակ, երբ դու իրեն պետք ես։ Մեկ ուրիշը քեզ մոտենում է միայն այն ժամանակ, երբ ուզում է իր լարվածությունը պարզապես դատարկել քո վրա։ Մեկն էլ քեզ չի հարցնում ինչպես ես, բայց ժամերով պատմում է, թե ինչքան վատ վիճակում է ինքը։ Կա նաև մարդկային տեսակ, որը միշտ պահանջում է հասկացված լինել, բայց երբեք չի փորձում հասկանալ քեզ։ Եվ սկզբում դու ասում ես, դե լավ, պետք է օգնել։ Եվ հետո շարունակում ես քեզ համոզել ասելով, դե մարդը դժվարության մեջ է։ Կամ էլ ասում ես, հավանաբար ես պետք է ավելի համբերատար լինեմ։ Հետո էլ սկսում ես ինքդ քեզ մեղավորը զգալ, երբ ուզում ես հեռու մնալ մի քիչ նրանից։ Եվ վերջում հայտնաբերում ես, որ այդ կապը արդեն մտել է քո նյարդային համակարգի մեջ, ճիշտ այնպես, ինչպես այդ ֆիկուսային բույսը, որ աճել էր արմավենու հաշվին։ Նեյրոհոգեբանական տեսանկյունից սա շատ լուրջ երևույթ է։ Երբ դու մշտապես գտնվում ես լարված, մանիպուլատիվ կամ անկանխատեսելի մարդու կողքին, քո ուղեղը սկսում է ապրել պաշտպանական եւ լարված ռեժիմով։ Քո ամբողջ նյարդային համակարգը սկսում է լարվել։ Այդ պատճառով նման կապերից հետո մարդը հաճախ ասում է. ես չգիտեմ ինչու, բայց ինձ հոգնած եմ զգում։ Ոչինչ չեմ արել, բայց էլ ուժ չունեմ։ Կամ էլ ասում է, այդ մարդու հետ խոսալուց հետո ամբողջ օրս փչանում է։ Կամ լսել եք նման մի արտահայտություն, որ ասում են, նրա ներկայությունից հետո միտքս մթագնում է, խաղաղությունս եմ կորցնում։ Սա պատահական չէ։ Քո նյարդային համակարգը վճարում է այն գինը, որը բաց սահմանների արդյունքն էր։ Եվ սա շատ կարևոր միտք է։ Այն սահմանը, որը դու չես դնում խոսքով, հետո մարմինը դնում է հիվանդությամբ, հոգնածությամբ կամ ներքին էներգիայի սպառմամբ։ Մարդը չի կարող անverջ կրել ուրիշի հուզական բացասական վիճակը։ Չի կարող անverջ լինել ուրիշի հոգեբանական աղբամանը։ Չի կարող անverջ ապրել ուրիշի քաոսը հանգստացնելու համար։ Եվ Քրիստոսը սիրեց մարդկանց, բայց նա բոլորին հասանելի չէր նույն չափով։ Նա բուժում էր, քարոզում էր, ծառայում էր, բայց նաև առանձնանում էր։ Նա հեռանում էր աղմուկից, նա իրեն մեկուսացնում էր երբեմն։ Նա թույլ չէր տալիս, որ ամբոխի պահանջները կառավարեն իր առաքելությունը։ Սա շատ կարևոր է, հատկապես ծառայողների, հովիվների, ծնողների, առաջնորդների եւ հոգատար մարդկանց համար, որովհետեւ հենց հոգատար մարդուն են հաճախ օգտագործում։ Մի քիչ սրտից թույլ եղար, մի քիչ խղճից թույլ եղար, հանկարծ սկսում են քեզ ծանրաբեռնել։ Հենց մեղմ մարդուն են հաճախ փորձում մեղքի զգացումով կառավարել, որ դու պարտավոր ես, դու պիտի հետևես, դու պիտի ինձ լսես, դու պիտի ինձ ժամանակ տրամադրես։ Եվ հենց հոգևոր մարդուն են հաճախ ասում, եթե իսկապես քրիստոնյա ես, ուրեմն պետք է ինձ համբերես։ Բնավ։ Քրիստոնեական սերը չի նշանակում թույլ տալ, որ մեկը քայքայի այն կյանքը, որ Աստված է վստահել քեզ։ Երկրորդ կարևոր կետը՝ մակաբույծ կապը սնվում է մեղքի զգացումով։
Նրանք քեզ ստիպում են մտածել, որ դու պարտավոր ես պատասխանել, պարտավոր ես լսել, պարտավոր ես փրկել, պարտավոր ես համաձայնել, պարտավոր ես լռել, պարտավոր ես կրել այդ ամենը։ Եվ եթե մի օր ասում ես ոչ, անմիջապես քեզ մեղավոր ես զգում։ Եվ սկսում ես մտածել, գուցե ես վատ մարդ եմ, գուցե էգոիստ եմ, որ նրան այս անգամ մերժեցի օգնության մեջ։ Գուցե բավարար հոգևոր չեմ, որ չդիմաց այդ լարվածությանը, կամ գուցե Աստված դժգոհ է ինձանից դրա պատճառով։ Բայց այստեղ պետք է տարբերել երկու բան՝ խղճի ձայնը եւ մանիպուլյացիայից ծնված մեղքի զգացումը։ Ճիշտ դաստիարակված, Աստծո խոսքով խրատված խիղճը քեզ բերում է ապաշխարության եւ ազատության, բայց մանիպուլյատիվ մեղքի զգացումը քեզ բերում է ստրկության եւ դրա մեջ տանջանք կա։ Խիղճը ասում է՝ դու սխալ ես արել եւ պետք է շտկվես, բայց մանիպուլյացիան ասում է՝ դու իրավունք չունես իրեն ոչ ասել։ Աստվածաշունչը Գաղատացիներին 6-րդ գլխում մի հետաքրքիր հավասարակշռություն է սահմանում։ Նույն գլխում ասում է, որ միմյանց բեռները կրեք, բայց այդ նույն գլխում եւս գրված է. ամեն մեկը թող իր բեռը կրի։ Սա հակասություն չէ, սա հասունություն է եւ հավասարակշռություն։ Կան բեռներ, որոնք մենք պետք է օգնենք միմյանց կրել։ Օրինակ վիշտ, հիվանդություն, ճգնաժամ, կորուստ, անկումային պահեր, դեպրեսիա։ Այստեղ սերը մոտենում է, բարձրացնում է եւ կանգնում է ինչ-որ մեկի կողքին։ Բայց կան պատասխանատվություններ, որոնք մարդը պետք է ինքնուրույն կրի։ Դրանք իր որոշումների տիրույթում են, իր բնավորության մեջ։ Օրինակ իր ապաշխարությունը, նա պետք է ինքնուրույն դա անի, իր կյանքի կարգավորումը։ Եվ եթե դու վերցնում ես այն, ինչ Աստված դրել է ուրիշի ուսերին, ինչը դիմացնի պատասխանատվության ներքո է, դու ոչ թե օգնում ես նրան, այլ խանգարում ես նրա աճին։ Հիշիր, երբ դու անընդհատ փրկում ես մարդուն իր պատասխանատվությունից, դու դառնում ես նրա չհասունանալու հովանավորը եւ դրանով նրան կարող ես մտավոր եւ հոգեպես հաշմանդամ դարձնել։ Հոգևոր լեզվով ասած, դու կարող ես սիրո անվան տակ կերակրել մարդու անպատասխանատվությունը եւ էգոիզմը։ Եվ սա շատ հաճախ տեղի է ունենում ընտանիքներում, ծառայություններում, ընկերություններում, նույնիսկ եկեղեցիներում։ Մարդը տարիներով նույն խնդրի մեջ է, բայց ոչինչ չի անում, որ փոխվի։ Տարիներով դժգոհում է, բայց քայլ չի կատարում։ Տարիներով մեղադրում է ուրիշներին իր վիճակի համար, բայց երբեք չի նայում իր սրտին։ Տարիներով օգնություն է խնդրում, բայց ոչ մի խորհուրդ չի կիրառում։ Տարիներով ասում է աղոթիր ինձ համար, որ ես փոխվեմ, բայց չի ուզում հնազանդվել Աստծո խոսքին եւ աստվածային կարգին, ճշմարտությանը օրինակ։ Մեկն էլ ինձ ասեց աղոթիր, որ աղոթքի կյանք ունենամ, կամ աղոթիր, որ ուզենամ Աստվածաշունչ կարդալ, աղոթիր, որ փոխվեմ։ Ես կարծում եմ, որ պետք չէ աղոթել։ Այդ մարդը ինքը պետք է սովորի ինքնուրույն քայլեր կատարի հոգևոր դաշտում։ Երրորդ ճշմարտությունը. մակաբույծ կապերը խեղդում են քո կոչումը։ Այդ հնդկական ֆիկուսի օրինակը շատ ուժեղ է, որովհետև այն պարզապես չի վերցնում սնունդը, այն փոխում է այն ծառի ճակատագիրը, որի վրա աճում է։ Այն խլում է տարածք, լույս, շնչելու հնարավորություն։ Այդպես էլ կան կապեր, որոնք պարզապես քեզ չեն հոգնեցնում, նրանք քեզ հեռացնում են քո կոչումից։ Դու այլևս չես ստեղծագործում, որովհետև ամբողջ ժամանակդ գնում է ուրիշի դրամաների վրա։ Դու այլևս չես լսում Աստծո ձայնը պարզ ձևով, որովհետև ներսդ լի է ուրիշի աղմուկով։ Եվ սա է ամենամեծ վտանգը։ Սատանան միշտ չէ, որ քեզ կփորձի տապալել մեծ մեղքերով։
Երբեմն նա պարզապես սողալով ներս կգա եւ կլցնի քո կյանքը այնպիսի կապերով, որոնք կխժռեն քո ժամանակը, էներգիան, ուշադրությունը, խաղաղությունը, քո հոգեվոր արժեքները, մինչև դու այլևս ուժ չունենաս Աստծո կամքը կատարելու։ Այդ դրա համար Հովանու ավետարան 10-րդ գլխի 10-րդ համարում Տեր Հիսուսն ասաց. Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու եւ կորցնելու համար։ Իսկ ես եկա, ասաց Հիսուսը, որ կյանք ունենան եւ առատ կյանք ունենան։ Ուշադրություն դարձրու, որ գողը միշտ չի գալիս դանակով, զենքով, երբեմն գողը գալիս է կարիքի տեսքով, գալիս է մեղքի զգացումով, գալիս է խղճահարություն առաջացնելով, կամ էլ այնպիսի մանիպուլատիվ արտահայտություններով, որոնք ասում են հետևյալը՝ դու պարտավոր ես։ Երբեմն գողը գալիս է նաև հոգևոր բառապաշարով, գալիս է հետևյալ խոսույթով, որ եթե ինձ չօգնես, ուրեմն դու վատ մարդ ես։ Բայց արդյունքը նույնն է։ Արդյունքում դու ունենում ես գողացված խաղաղություն, գողացված ժամանակ, գողացված ուրախություն, գողացված կոչում։ Եվ հիմա լսիր ուշադիր։ Ամեն բաց դուռ աստվածային հյուրասիրություն չէ։ Երբեմն բաց դուռը դառնում է ներխուժման միջոց դեպի քո կյանք։ Քրիստոնյան պետք է լինի սիրող, բայց ոչ անհոգ իր սրտի հանդեպ։ Պետք է լինի բարի, բայց ոչ միամիտ։ Պետք է ծառայի, բայց ոչ շահագործվի։ Հիսուսը մեզ չասաց. եղեք միայն աղավնու պես պարզ։ Նա նաև ասաց. եղեք օձի պես իմաստուն կամ խորագետ։ Այսինքն մաքրություն եւ խորագիտություն, այս երկուսը պետք է միասին լինեն։ Եթե դու ունես միայն մաքրություն, պարզամտություն, բայց չունես խորագիտություն, քեզ կօգտագործեն։ Բայց եթե ունես միայն խորագիտություն, բայց չունես պարզամտություն, դու կդառնաս մեծամիտ։ Բայց Աստծո մարդը պետք է երկուսն էլ ունենա՝ մաքուր սիրտ եւ սթափ վերլուծող միտք։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչպես ազատվել մակաբույծ կապերից։ Անցնենք գործնական քայլերին։ Առաջին քայլը հետևյալն է՝ անվանիր երևույթը։ Այնինչ անուն չունի, մնում է մշուշի մեջ։ Երբ դու չես անվանում խնդիրը, սկսում ես քեզ մեղադրել։ Ասում ես, երևի ես թույլ եմ, երևի ես էգոիստ եմ, երևի ես հոգևոր չեմ, բայց երբ անվանում ես, սահմաններ ես գծում, սահմանում ես երևույթը, հասկանում ես, որ սա պարզապես հոգնածություն չի, սա սահմանների խախտում է, սա մանիպուլյացիա է, սա անառողջ կապ է, ինչ որ մեկ ուզում է սնվել քո էներգիայի հաշվին, սա հոգևոր եւ հոգեբանական սպառում է, եւ անվանել նշանակում է նաեւ տեսնել, տեսնել էլ նշանակում է տարբերել, իսկ տարբերել նշանակում է ճանապարհ եւ նախադրյալ պատրաստել ազատվելու համար դրանից։ Երկրորդ քայլը, որ կարող ես անել, դադարեցրու փրկչի դեր խաղալը։ Ես այստեղ շատ եմ տուժել սրա բացակայության պատճառով։ Վերջ-վերջո հասկացի, դու փրկիչ չես, փրկիչը Հիսուսն է։ Սա հատկապես պետք է լսեն ծառայողները կամ հոգատար սիրտ ունեցող մարդիկ, ծնողները, ընկերները։ Երբեմն մենք այնքան ենք ուզում օգնել, որ սկսում ենք վերցնել մի դեր, որը միայն Աստծուն է պատկանում։ Դու կարող ես սիրել, կարող ես աղոթել, կարող ես ձեռք մեկնել, կարող ես խորհուրդ տալ, կարող ես որոշ ժամանակ աջակցել, բայց դու չես կարող ուրիշի փոխարեն ապաշխարել, չես կարող ուրիշի փոխարեն հասունանալ, չես կարող ուրիշի փոխարեն որոշում կայացնել, չես կարող ուրիշի փոխարեն ապրել վերջ-վերջո։ Ամեն մեկս ունենք մեր կոչումը, մեր ճանապարհը ընթանալու։ Եվ երբ դու փորձում ես լինել մեկ ուրիշի փրկիչը, վերջում կամ դու ես քանդվում, կամ էլ դիմացինը չի աճում եւ շատ հնարավոր է, որ դու էլ հետո փրկչի կարիք ունենաս։ Երրորդ քայլը
Սահման դիր առանց երկար արդարանալու։ Ուշադիր լսիր հիմա ինչ կասեմ։ Մարդիկ, ովքեր սովոր են խախտել սահմանները, հաճախ ուզում են, որ դու երկար բացատրես քո ոչի պատճառը, որպեսզի նրանք քո բացատրության մեջ գտնեն մի կետ, որից կարող են ներս մտնել։ Սահմանը կարող է լինել հանգիստ, հստակ եւ կարճ։ Օրինակ դու կարող ես ասել. ես հիմա չեմ կարող խոսել, կամ ես այս թեման այլևս չեմ քննարկելու այս ձևով, կամ էլ ես պատրաստ եմ օգնել, եթե դու էլ ինչ որ մի քայլ անես, կամ ես չեմ կարող անընդհատ կրել այս լարվածությունը, կներես, հիմա ուժ չունեմ, կամ էլ կարող ես ասել. ես սիրում եմ քեզ, բայց թույլ չեմ տա, որ այս խոսելաձևը շարունակես ինձ հետ։ Ուշադրություն դարձրու, որ սահմանը գոռալը չէ, սահման դնելը պատժել չէ, սահման դնելը ատել չէ, սահման դնելը նշանակում է, որ ես պատասխանատու եմ այն կյանքի, ժամանակի եւ միջոցների համար, որոնք Աստված տվել է ինձ։ Վերջ-վերջո ես այդ ամենի համար Աստծուն հաշիվ եմ տալու։ 4-րդ քայլը. հետևիր մարդու արձագանքին քո ոչի հանդեպ։ Մարդու իրական բնավորությունը հաճախ երևում է ոչ թե այն ժամանակ, երբ դու տալիս ես, օգնում ես, այլ այն ժամանակ, երբ դադարում ես տալ եւ ասել ոչ։ Երբ ասում ես այո, բոլորը կարող են քեզ ժպտալ, բայց երբ ասում ես ոչ, պարզվում է հենց այդ ժամանակ է երևում, թե քեզ սիրում էին, թե օգտագործում էին։ Եթե մարդը հարգում է քո սահմանը, կապը կարող է ավելի առողջ դառնալ։ Եթե մարդը պատժում է քեզ սահման դնելու համար, խռովում է քեզանից, ապա դու կտեսնես նրա իրական դեմքը։ Սա ցավոտ է, բայց կարևոր։ Եվ 5-րդ քայլը վերադարձիր Աստծո խաղաղությանը։ Մակաբույց կապերը երկար ժամանակից հետո մարդու ներսում աղմուկ են թողնում։ Նույնիսկ երբ հեռանում ես, մտքիդ մեջ դեռ շարունակվում են խոսակցությունները։ Դու դեռ վիճում ես քո մտքի մեջ, դեռ արդարանում ես, դեռ բացատրում ես, դեռ զգում ես այն ճնշումը, կամ էլ կարող ես գիշերվա ժամը 3-ին, 4-ին առավոտյան արթնանալ եւ քեզ մի տեսակ տագնապի մեջ զգալ։ Այդ պատճառով ազատությունը միայն արտաքին սահման չէ, ազատությունը նաև ներքին վերականգնում է։ Պետք է աղոթքով վերադարձնել սիրտդ խաղաղության մեջ։ Պետք է Աստծո խոսքով մաքրել քո միտքը մեղքի զգացումից։ Պետք է մարմնին մի քիչ էլ հանգիստ տալ, որովհետև նյարդային համակարգը երկար լարվածությունից հետո ժամանակ է պահանջում վերականգնվելու համար։ Պետք է նորից հիշել քո կոչումը, քո արժեքը, քո սահմանները եւ վերադառնալ դրանց։ Փիլիպպեցիներին 4:7 համարում ասվում է, որ Աստծո խաղաղությունը պահում է մեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով։ Եվ այսօր գուցե դու լսում ես այս խոսքը եւ հասկանում ես, որ քո կյանքում կա մի կապ, որը երկար ժամանակ սնվել է քեզնից։ Գուցե դա մարդ է, գուցե դա միջավայր է, գուցե դա ինչ-որ սխալ ծառայության ձև է, սխալ կոչում է, որի մեջ դու կանչված չես։ Գուցե դա ընտանիքի մեջ անառողջ դինամիկա է, անառողջ սովորություն, գուցե դա չար ընկերակցություն է, երբ որ միայն քեզանից պոկում են, բայց փոխարենը բարին եւ դրականը չեն վերադարձնում եւ ներսը դատարկվում է։ Գուցե դա նույնիսկ քո սեփական ներքին մի սխալ համոզմունք է, ըստ որի դու արժեք ունես միայն այն ժամանակ, երբ բոլորին օգնում ես։ Բայց լսիր, թե ինչ կասեմ քեզ։ Դու արժեքավոր ես ոչ թե որովհետև բոլորին հասանելի ես։ Դու արժեքավոր ես ոչ թե որովհետև ամեն բեռ պետք է վերցնես քո վրա։ Դու արժեքավոր ես ոչ թե որովհետև երբեք ոչ չես ասում։ Դու արժեքավոր ես, որովհետև Աստված քեզ ստեղծել է, սիրել է, կանչել է եւ կյանք է տվել քեզ եւ սիրում է քեզ։ Եվ այդ կյանքը պետք է պահպանել։ Քո խաղաղությունը սուրբ է։ Քո նյարդային համակարգը պարզապես կենսաբանական մեխանիզմ չէ, այլ դա այն գործիքն է,
որով դու լսում ես, զգում ես, սիրում ես, ստեղծագործում ես, ծառայում ես, եւ եթե դա խախտվի, եթե ինչ որտեղ դա խափանվի, ապա քո կյանքի որակը կիջնի։ Եթե այն մշտապես խեղդվում է ուրիշների քաոսով, դու չես կարող լիարժեք ապրել այն կյանքը, որի համար կանչված ես։ Ուրեմն այսօր մի պարզ որոշում կայացրու։ Մի ատիր մարդկանց, վրեժ մի լուծիր, մի բարկացիր, բայց արթնացիր։ Ճանաչիր այն կապերը, որոնք սպառում են քեզ։ Սահման դիր այնտեղ, որտեղ տարիներով վախեցել ես սահման դնելուց։ Եվ ազատվիր փրկչի կեղծ դերից ու վերադարձիր Աստծո խաղաղությանը։ Եվ հիշիր, Աստված քեզ չի տնկել, որ յուրաքանչյուր մակաբույծ բարձրանա քո վրա ու խեղդի քեզ։ Նա քեզ տնկել է, որ դու պարարտ լինես եւ պտուղ բերես։ Իսկ պտուղ բերելու համար ծառը պետք է ունենա լույս, տարածք, ազատություն, արմատ եւ պաշտպանություն։ Եվ այսօր դու պետք է պահես քո սիրտը, պահիր քո խաղաղությունը, պահիր քո կոչումը, որովհետև քո կյանքը Աստծո պարգևն է, ոչ թե ուրիշի սնվելու աղբյուրը։ Հենց այստեղ է զգուշություն անելը քո սրտին։ Զգուշ եղիր հարաբերություններից, զգուշ եղիր սրտիդ եւ զգուշ եղիր քո մտքին։ Հուսով եմ, որ այս նյութը օգտակար եղավ քեզ։ Եթե այդպես է, նորից ուզում եմ հիշեցնել, չմոռանաս դնել լայքի նշանը, որ այն շատ ավելի մեծ լսարանի համար հասանելի լինի, բաժանորդագրվել այս ալիքին եւ նաեւ մեկնաբանության մեջ կարող ես կիսվել քո փորձառությամբ։ Եթե օրինակ ունեցել ես մակաբույծ կապեր, գրիր, թե ինչպես ես ձերբազատվել այդ կապերից, կամ եթե կան հարցեր, գրիր այդ հարցերը։ Ես խոստանում եմ հնարավորության սահմաններում կարդալ եւ արձագանքել քո գրածին։ Իսկ հիմա աղոթենք։ Իմ երկնային Հայր, գալիս եմ քո առաջ քո որդի Հիսուս Քրիստոսի անունով։ Քո որդի Հիսուսն ասաց, որ մենք կճանաչենք ճշմարտությունը եւ ճշմարտությունը մեզ ազատ կարձակի։ Ես այսօր որոշակի ճշմարտություն լսեցի քո խոսքից եւ հասկացա, որ խաբված եմ եղել մարդկային մանիպուլյացիաներից, խաբված եւ շահագործված եմ եղել մակաբույծ կապերից եւ որքան այդ կապերը խճճվել են իմ մեջ, այնքան իմ կապը թուլացել է քեզ հետ։ Ուրեմն հիմա աղոթում եմ, տուր ինձ ուժ եւ կարողություն, ասելու հստակ եւ կտրուկ ոչ, ունենալու անձնական սահմաններ, գիտակցելու, որ իմ սիրտը ունի դուռ, եւ այդ դուռը չի կարող ամեն մեկի առաջ բացվել, ամեն երևույթի առաջ բացվել, ամեն կապերի առաջ բացվել։ Օգնիր ինձ զանազանել եւ հասկանալ, որ մարդիկ են, որոնք իսկապես ունեն իմ օգնության կարիքը, եւ զանազանել, թե որոնք են այն մարդիկ, որոնք պարզապես ուզում են ինձ շահագործել։ Տուր ինձ համարձակություն, պարզապես հոգեվոր ճիշտ մոտեցմամբ սահման գծելու եւ դրանով նաեւ այդ մարդկանց օգնելու, քաջալերելու նրանց, որ քեզ հետ միասին հոգեպես աճեն եւ փոխվեն։ Տեր, ես պատրաստ եմ օգնել բոլոր այն կարիքավորներին, որոնք ունեն իմ օգնության կարիքը, բայց օգնիր ինձ հետ քաշվեմ այն սխալ կապերից, որոնք ինձ ապականում են եւ ինձ թալանում են, սպառում են ինձ եւ խափանում են իմ նյարդային համակարգը։ Եվ թող քո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, իմ միտքը պահի հանգիստ եւ հանդարտ վիճակի մեջ։ Աղոթեցի քո որդի Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։